5 տոքսիկ արտահայտություն կամ պահվածք, որոնք ամենից հաճախ ենք հանդիպում ընտանիքներում։ Դե ես կին եմ, այդպիսին եմ, դե ես աղջիկ եմ, ինձ պիտի հասկանան։ Սա անձի ինֆանտիլ կարգավիճակ է, ով չի կարող կամ չի ցանկանում պատասխանատվություն կրել սեփական արարքների համար, ընդունել դրանք, շտկել կամ լուծել խնդիրներ։ Դու կարող էիր կռահել կամ դժվար չէր կռահել։ Սիրելիներս, ոչ ոք չէր կարող կռահել, գուշակել, զգալ կամ հասկանալ, թե դուք ինչ եք ուզում, ինչը չեք հավանում, ու հավատացեք, պարտավորել չէ։ Դիմացինից գուշակություն պահանջելու փոխարեն սովորեք աշխատեցնել բերանային ապարատը։ Խոսեք, արտահայտվեք, ասեք, տեղեկացեք, մանավանդ, որ խոսելն անվճար է։ Եթե դու ինձ սիրեիր, ապա կանեիր սա, կանեիր նա։ Սա բացահայտ ու տարրական մանիպուլյացիա է մեղքի կամ պարտավորվածության զգացում արցնացնելու միջոցով։ Արվում է դիմացինից որևէ բան ստանալու համար, ինչը իբր պիտի անի, որպես սիրո, հավատարմության կամ որևէ այլ բանի ապացույց։ Լռել կամ արհամարհել իբր նեղացած եմ, չեմ լսում, չեմ խոսում։ Երբ հարցնում են ինչ է պատահել, հնչում է մանիպուլյացիան։ Ոչինչ, ամեն բան նորմալ է։ Տղամարդը կամ կինը պարտավոր է։ Տղամարդը պարտավոր է վաստակել, նվերներ գնել, ապահովել, պաշտպանել։ Կինը պարտավոր է հնազանդվել, հանդուրժել, եփել, թափել, լռել եւ այլն։ Ու եթե նա այս ամենը չի անում, ուրեմն տղամարդ չէ կամ կին չէ։ Նման արտահայտություններով ձեր կողակցին զրկում եք ոչ թե տղամարդ կամ կին զգալուց, այլ ձեր կողքին տղամարդ կամ կին զգալուց։ Բայց նա կշարունակի իրեն տղամարդ կամ կին զգալ նրանց կողքին, ովքեր գնահատում են իրեն։